Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Աֆել YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը մոտենում է ավարտին ու արդեն մեկնարկում է վերջին խաղային օրը, որտեղ առաջինը միմյանց դեմ մրցում են Manchester City-ն ու Palermo-ն։ Սա հիշեցնեմ Winter Cup-ի խմբային տուրի վերջին հանդիպումն է ու իհարկե մրցաշարային աղյուսակի կխոսեմ խաղի ընթացքում, որը իհարկե մեծ հաշվով ոչինչ չի տա երկու թիմերին էլ անկախ արդյունքից այս խաղի, բայց իհարկե թիմերը այսօր խաղադաշտ են դուրս եկել բնականաբար հերթական իրենց միավորները վաստակելու համար, եկեք ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ, սկսենք Manchester City-ից այսօր դարպասապահ Վահե Մուրադյանի բացակայության պայմաններում դարպասը պաշտպանում է Գերա Կոստենկովը համար 1, Սիլա Բուբա համար 2, Ռոմիկ Սարգսյան համար 6, Անատոլի Գաբրիելյան համար 7, Ալեն Սահակյան համար 9, Գարիկ Գիգոլյան համար 10, Արշակ Պողոսյան համար 14, Վարդան Վարդանյան համար 11 եւ Արտուր Ալավերդյան համար 44, Palermo դարպասը պաշտպանում է Վահե Հունանյանը համար 1, Օհան Օհանյան համար 2, Դավիթ Ավակյան համար 4, Հայկ Մկրտչյան համար 6, Ռոման Լևոնյան համար 10, Արսեն Ադամյան համար 11, Նորայ Անդրեասյան համար 16, Գրիգոր Հովանեսյան համար 20 եւ Արամ Մարտիրոսյան համար 26 Բուբան գնդակով իսկապես հիշեցնեմ եւս մեկ անգամ շատ հետաքրքիր հանդիպում ենք դիտելու դեպի Ալավերդյանը շատ լավ փոխանցում կատարեց այստեղ Բուբան Ալավերդյան թողնում է կրկին գնդակը Բուբային ու արդեն դեպի Պողոսյանը փոխանցում տեսանք արդեն ձախ եզից Պողոսյանն էլ հարվածային դիրքում հայտնվեց բայց այստեղ ավելի շատ փոխանցում էր կատարում դեպի Վարդանյան ու առաջին անկյունային հարվածը կտեսնենք Manchester City-ի կատարմամբ այս անկյունայինի խաղարկումից հետո խոսեմ նաև մրցաշարային աղյուսակի մասին հիմա հասկանանք ինչ տայեց Palermo-ի պաշտպան Մարտիրոսյանին կարծես որևէ խնդիր է առաջացել ֆուտբոլիստի հետ քիչ առաջ տեղի ունեցած դրվագից հետո բայց ոչ ամեն ինչ կարգին է ու Մարտիրոսյանը իհարկե կշարունակի այս հանդիպումը հիմա կա Սուլիչը խաղարկված է անկյունայինը Սահակյան թողեց գնդակ Արշակ Պողոսյանին Ալավերդյանի հետ պատխաղարկումը գեղեցիկ էր ու դեպի Գաբրիելյանը, բայց մի փոքր ուժեղ էր պետք կատարել այս փոխանցումը, հիմա Palermo-ի գրոհը տեսնենք դեպի ձախ եզր էր ուղարկված գնդակը, բայց Վարդանյանը առաջինն է այստեղ, Գիգոլյան ու ես կնետի Manchester City-ն այո մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է City-ն անկախ այս հանդիպման արդյունքից խմբային փուլը կհաղթարի 4 հորիզոնականով ունի իր ակտիվում Manchester City վաստակած 37 միավոր ու շրջանցել երրորդ հորիզոնականում գտնվող Ատալանտային City-ն չի կարող, բայց նահանջել նույնպես հնարավոր չէ Watford-ը նույնիսկ այս տուրում հաղթանակի հասնելու դեպքում չի շրջանցի մրցաշարային աղյուսակում Manchester City-ին Սահակյան լավ գրոհի անցել City-ն ու նորից անկյունային հարված է նշանակում մրցավարը Palermo-ի դարպասի ուղղությամբ, իսկ Palermo-ն չկարողացավ առաջին ությանքում տեղ զբաղեցնել, թիմը այս պահին 12-րդ հորիզոնականում է 21 վաստակած միավորով, բայց հաղթանակի հասնելու դեպքում Palermo-ն միանգամից մեծ քայլ կկատարի ու խմբային փուլը կավարտի 9-րդ հորիզոնականով, եթե կարողանա այսօր 3 միավորի արժանանալ Palermo-ն, ապա 24 միավորով կշրջանցի 9-րդ հորիզոնականում գտնվող Արցախին, ով ունի 23 միավոր, բայց իհարկե արդեն Կադիսին հասնել չի կարող Կադիսը նույնպես վերջին երկու տուրերում վստահ հաղթանակներ տանելուց հետո կարողացավ իր տեղը ապահովել փլեյ-օֆում, այնտեղ նույնպես Կադիսին բավական բարդ մրցակից է բաժինացել Բուբա այստեղ փոխանցում էր նորից կատարում կարծես Բուբան, բայց փակվեց գնդակի ճանապարհը Մարտիրոսյան
Գնդակի տեղափոխություն դեպի Աչեզեր, այստեղ մի փոքր անհաջող էր Օհանյանի կասեցումը, բայց շատ լավ փոխանցում կարողացավ Օհանյանը կատարել։ Իսկ հիմա գնդակի կորուս Գաբրիելյան չստացվեց այստեղ տանել գնդակի հետ, Անդրեասյան մնաց գնդակով նորային Անդրեասյանը շատ լավ է դաշտի միջին հատվածում իրեն զգում, դեպի Աչեզեր Հովանեսյան գեղեցիկ անցում էր, բայց նույն հնարքը երկրորդ անգամ չստացվեց կիրառել Արշակ Պողոսյանի դեմ պայքարում ու հիմա Գիգոլյանն է շարժվում առաջ եւ չկար շարունակություն ստիպված եղավ Սահակյանը եւ խաղարկել գնդակի իսկ այս փոխանցումը հրաշալի էր Ալավերդյան մնաց գնդակով Արթուր Ալավերդյանը տեսնենք ինչ շարունակություն է մտածել նորից Սահակյանին ուղարկեց հերվից հարվածի փորձ փակվում է Սահակյանի հարվածի ճանապարհը ու հիմա Արսեն Ադամյանն է փորձում արագություն զարգացնել Ադամյան հարված այստեղ հարվածի փորձ այսպես ասենք բայց Բուբան կանգնեց գնդակի ճանապարհին այո Ադամյանը կրկին Պալերմոյի կազմը վերադարձել բավական երկար դաթարից հետո մոտ 3-4 ամիս եթե իհարկե ճիշտ կարող եմ հիշել այս փաստը Ադամյանը չէր անցկացնում հանդիպումներ Պալերմոյի կազմում բայց այսօր չասեմ նորամուտի հանդիպումն է նրա բայց երկար դաթարից հետո առաջին անգամ վերադարձել է Պալերմոյի կազմ ճիշտ է բավական ուշ ստացվեց Ադամյանի միացումը թիմի կազմին, իհարկե խմբային փուլը հաղթարելու գործում Ադամյանը ոչնչով չի կարող օգնել արդեն Պալերմոյին, բայց ամեն դեպքում փորձի անել այսօր հնարավորինս իհարկե Պալերմոյին ուրախացնելու համար երկար փոխանցում ենք տեսնում դեպի հենց Արսեն Ադամյանի ուղղությամբ, բայց գնդակ Ադամյանը այստեղ դաշտի սահմաններում աղարկում Լևոնյանի հետ, կրկին Ադամյան հետ փոխանցում դեպի Մարտիրոսյանը նորից ստացավ գնդակ իհարկե շատ լավ է կարողանում դաշտի միջին հատվածում խաղ կառուցել Արսեն Ադամյանը բայց հիմա արդեն ավելին անել այս իրավիճակում Պալերմոյի մոտ չստացվեց գնդակի կորուստ ու Սիթին նորից վերականգնում է գնդակը Բուբա գտավ կենտրոնում Գիգոլյանին շատ ճիշտ ժամանակին ազատվեց Գիգոլյանը գնդակից Ալավերդյանի հետ խաղարկում Գաբրիելյան դեպի Վարդանյանը Վարդանյան տարավ իր այդ գնդակը բայց արդեն Անդրեասյանը կարողացավ ճիշտ դիրքում գտնվել ու խլել գնդակը դեպի Ադամյանի իսկ այս փոխանցումը եթե անցներ Ադամյանի կատարած ապա շատ վտանգավոր է ստացվելու քանի որ Լևոնյանը արդեն բավական մոտ էր գտնվում Սիթիի դարպասի ուղղությամբ Ավակյան մնաց գնդակով Ավակյանը հիմա դեպի աչ է ուղարկում Գրիգոր Հովանեսյանն այստեղ երկար փոխանցում առաջ բայց այս փոխանցման ճանապարհը նորից Բուբան կարողանում է փակել ու ուղարկել գնդակը Պողոսյանին այո այսօր Արշակ Պողոսյանն էլ թիմի մի քանի ֆուտբոլիստերի բացակայության պայմաններում տեղ է զբաղեցել պաշտպանությունում այսօր Սիթին միանգամից մի քանի ֆուտբոլիստներ չեն կարող օգնել այս հանդիպանը օրինակ պաշտպանության գոտում չկա Ղարիբյանը չկա Արտաշես Առաքելյանը Խլղացյանն է բացակայում թիմի հայտարարությունից շատ կարևոր իսկապես ֆուտբոլիստ 3 ֆուտբոլիստերի ես նշեցի ովքեր այսօր այս հանդիպանը ներկա չեն խաղադաշտում ու չեն կարող օգնել Մանչեսթեր Սիթիին բայց ամեն դեպքում հասկանալի է նրանց բացակայությունը այս խաղում հանդիպում որը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից կրկնում եմ ոչինչ չի տա Մանչեսթեր Սիթիին ու այսպիսի խաղում գոնե իհարկե ֆուտբոլիստերի բացակայությունը կարելի է այսպես ասած լուրջ բացակայություն չընդունել անկախ խաղի արդյունքից ճիշտ է թիմերը անկախ խաղի ելքից թե ինչ հորիզոնականներում են նրանք գտնվում թիմերը ցանկանում են ներտեկան միավորներին արժանանալ բայց իհարկե այն փաստը որ անկախ խաղի ելքից իթին ոչ մի հորիզոնականով վերջի բարսանական չի նահանջի գոնե այդ փաստը իհարկե թույլ տալիս է մտածել ֆուտբոլիստերին այսպիսի խաղերում բացակայելու մասին Պողոսյան դեպի Աչեզեր դեպի Բուբան ուղարկեց գնդակը Գաբրիելյանին նկատեց Բուբան Գաբրիելյան շատ լավ փոխանցում բայց այստեղ Գիգոլյանը չհասցրեց ընդունել գնդակը ու Ադամյանն է խլում կատարում եւ շարժվում առաջ Արսեն Ադամյան դեպի Անդրեասյանը ձախ եզրով է հիմա էլ Պալերմոն գրոյի անցնում Անդրեասյան անցավ Գիգոլյանին տեսնենք ինչ որոշում կայացնի կա փոխանցումը բայց Բուբան այստեղ էր ու Պալերմոյի առաջին անկյունայինը կտեսնենք այս խաղում Սիթիի դարպասի ուղղությամբ
Ավակյանն է շտապում իրացնելու անկյունայինը։ Ու տեսնենք արդեն այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Պալերմոյի ֆուտբոլիստերին։ Ավակյան բարձից փոխացում Ադամյանն էլ ամեն դեպքում շահեց դիրք ու հարվածեց, բայց Ադամյանի հարվածը դիպուկ ստացվեց մի փոքր բարձր ընթացավ գնդակ ու հարված կտեսնենք Կոստենկովի պաշտպանած դարպասից։ Այո, հիշեցնեմ, այս խաղային շաբաթով այս հանդիպումից հետո խմբային փուլը ավարտվում է Մանչեսթեր Սիթին ինչպես իրականացեց Winter Cup-ի բացման հանդիպումը, այնպես էլ կարելի ասել խմբային փուլի եզրափակիչ հանդիպումն է անցկացնում, ավարտի հանդիպումը այսպես ասենք, ու շատ հետաքրքիր զույգեր են ձևավորվել play-off-ում, իսկապես բոլոր թիմերը շատ մեծ ճանապարհ պետք է փորձեն հաղթահարել դեպի եզրափակիչ, բայց հիմա ներկայացնեմ այն թիմերին, ովքեր ընդգրկվել են play-off-ում ու կմրցեն միմյանց դեմ։ Եվ այսպես այս խմբում Լեռնային Արցախը 3 շատ ծանր խաղում հաղթելով Ատալանտային առաջին հորիզոնականով իր տեղը զբաղեցրեց play-off-ում ու կմրցի Մոնակոյի հետ, Յուվենտուսը մրցելու է Արաքսի դեմ, Ատալանտան խաղա մյուս խմբում 6-րդ հորիզոնականը զբաղեցած Աջափնյակի հետ, Մանչեսթեր Սիթին անկախ հանդիպման ելքից կրկնում եմ արդեն ունի իր զույգը եւ դա Սելտան է։ Play-off-ում Վարդանյանի գեղեցիկ հարված էր փորձում կատարել Վարդանյան ու եթե գտներ ցանց այս իրավիճակում շատ շքեղ գոլի ականատես մենք կլինեինք։ Շարունակեմ ծանոթացնել play-off-ում զույգերին։ City զույգը ներկայացեցի, որ Սելտանը Վոտֆորդը մրցելու է Բորուսիա Մյունխենգլադբախի դեմ, Վերդերին բաժին է հասել play-off-ում Էվերտոնը, Մոնցան կմրցի Վիլյարեալի դեմ, իսկ արդեն Կադիսին էլ բաժին է հասել Ատլետիկո Երևանը, իսկապես հետաքրքիր, շատ հետաքրքիր 1/8 եզրափակիչներ են ունենալու Winter Cup-ի play-off փուլում ու ամեն հանդիպում Winter Cup-ի, հիշեցնեմ, play-off-ի մեկտարկը կտրվի հաջորդ իսկ շաբաթ արդեն թիմերը play-off-ը կմեկտարկեն, հիշեցնեմ, որ play-off-ը լինելու է պատասխան խաղերով, իսկ այստեղ Կոստենկովը պարզապես փրկում է City-ին վերահաս գոլից, արդեն կարող էր Պալերմոն այս գրոյի ժամանակ բացել հանդիպան հաշիվը, բայց դարպասապա Կոստենկովը կարողացավ հեռացնել գնդակ ու անկյունային նորից կիրացնեն Պալերմոյի ֆուտբոլիստները։ Ավակյան կա փոխանցում, իսկ Բուբան այստեղ կարողանում է հեռացնել գնդակ ու դա ստացվեց փոխանցում Վարդանյանի համար մեկ ֆուտբոլիստի լավ շրջանցեց, երկրորդին նույնպես Վարդանյանը բայց չնկատեց, կարծում եմ Գիգոլյանինով ավելի հարմար ու նպաստավոր դիրքում էր գտնվում եւ եթե փոխանցում կատարեր Վարդանյանը խաղընկերոջապա շատ լավ հնարավորություն կունենար Գիգոլյանը հարված կատարելու, Վարդանյան հիմա էլ կատարեց փոխանցում, բայց փակվեց Վարդանյանի կատարած փոխանցումը, ամեն դեպքում եզրային հետման հնարավորություն Մանչեսթեր Սիթին վաստակեց, Վարդանյանը կրկին Գիգոլյանի հետ է խաղարկում գնդակ աջ եզրով միացավ գրոյին կատարեց փոխանցում Ալավերդյան ու չստացվեց դիպուկ արված կատարել այստեղ Արտուր Ալավերդյանի մոտ խաղարկում եմ Պալերմոյի ֆուտբոլիստները գնդակը պաշտպանությունում, հիմա Կորուս Պողոսյանը խլում կատարեց դեպի Գաբրիելյանը, Գաբրիելյան վտանգավոր է ու Հունանյանը հասցնում է հեռացնել գնդակը այքես հեռարկրակոց Գաբրիելյանի կատարման, բայց Հունանյանը ճիշտ դիրքում էր ու կարողացավ այս իրավիճակում դարպասը անարել պայել, նորից անկյունայինը խաղարկված է Ալավերդյան թողեց գնդակը Գիգոլյանին, Բուբան հասցրեց ազատվել գնդակից այլապես գնդակի կորուստը կարող էր Ադամյանին հնարավորություն տալ միայնակ մնար Կոստենկովի դիմաց Գաբրիելյան ու այստեղ սխալ հիմա Ադամյանն է գնդակով մեկը մեկի դեմ պայքար հերվից է փորձում Ադամյանը ու բացում հանդիպան հաշիվը 1-0 Պալերմոն առաջ է անցնում հաշվի մեջ Արսեն Ադամյան 1-0 գեղեցիկ հարված կատարեց իսկապես Ադամյան այս իրավիճակում նկատեց, որ Կոստենկովը դարպասում չէ ու նրա գլխի վրայով գնդակ ուղարկեց Մանչեսթեր Սիթիի դարպասը դիմակայության հաշիվը բացված է ու հիմա տեսնենք Սիթին բաց թողած գնդակից հետո ինչ կփորձի անել, ինչպես կփորձի պատասխանել
ու փորձել առաջին հերթին հավասարեցնել հանդիպան հաշիվը Մարտիրոսյան դեպի Լևոնյան ուղարկեց գնդակը կրկին պաշտպանությունում խաղարկում էին Պալերմոյի ֆուտբոլիստները գնդակը, բայց այս իրավիճակում ամեն ինչ կարգին ավարտվեց Անդրեասյան մնաց գնդակով նորային Անդրեասյանը կրկին Լևոնյան ու դեպի աչ է ուղարկում գնդակ Օհանյանն է միացել գրոյին ստացվեց մեկ ֆուտբոլիստի անցնել փոխանցումը լավ էր մտածված բայց այս անգամ գնդակը Ադամյանին չհասավ արդեն Վարդանյան Զարգացնում է արագություն Վարդանյանը աչի եզրում Ադամյանը միջև էր պայքարում է նույնիսկ փոխանցում կատարեց Վարդանյանը բայց արդեն գրեթե ողջ ուժը էր դրել արագության մեջ ու այստեղ փոխանցումը լավ չստացվեց Վարդանյանի կատարած Անդրեասյան Բուբանը այստեղ էլ մաքուր գործողություն իրականացնում խլելով գնդակը Անդրեասյանից գնդակով Արսեն Ադամյանն է Եվս մեկ հերվից հարվածու Կոստենկով այս անգամ ոտքով կարողանում է հեռացնել գնդակը ու նորից այստեղ Սիթին փորձեց գրոյացնել բայց չստացվեց նորից Ադամյանը վերականգնեց գնդակը Անդրեասյանն էլ հարվածեց բայց Բուբան նորից է փակում գնդակի ճանապարհը երկրորդ անգամ նույն բանը Անդրեասյանին թույլ չտվեց Բուբան իսկ այս փոխանցումը արդեն ուժեղ էր ու եսից կնետի Մանչեսթեր Սիթին Супер тепло. Ну, с Олегом. Кто курит? Идем так. Идем. Олег такой, кажется, там идет Борис. При этом с августа до, получается, февраля. Погосян. Я такой, типа, Դեպի Սահակյանը փոխանցում կատարեց Պողոսյանը Կրկին Պողոսյան Շատ լավ փոխանցում էր բայց այստեղ փակվեց գնդակի ճանապարհը ու անկյունային իրականացնի հիմա էլ Մանչեսթեր Սիթին Նորից խաղարկումով իրականացեցին անկյունային Սիթի ֆուտբոլիստները Վարդանյան կա փոխանցում բայց ուղիղ Հունանյանի ձեռքերին բաժին ասա Վարդանյանի կատարած փոխանցումը եւ Պալերմոն կրկին սկսում է խորքից Մարտիրոսյան Այո Պալերմոն չհաղթարեց խմբային փուլը առաջին ուտյակով բայց երկրորդ ուտյակում տեղ է զբաղեցել ակումբը իսկ հիմա Ադամյանի հրաշալի փոխանցումը տեսանք ու չասավ այստեղ խաղանկերը գնդակին այլապես հիմա կարող էր Սիթին երկրորդ գնդակը բաց թողնել շատ իսկապես հրաշալի փոխանցում ստացվեց դեպի Լևոնյանը Ադամյանի կողմից ու գրո եզրափակիչ մասը չստացվեց այս իրավիճակում Պալերմոյի մոտ Բուբան Շարժվում է առաջ Բուբան կա Ալավերդյանը կա Գիգոլյանին ուղարկեց Գիգոլյանն էլ Վարդանյանին լավն է փոխանցումը բայց այստեղ Օհանյանն է հեռացնում գնդակ ու եւս մեկ անկյունային կարծես նշանակեց մրցավարը Պալերմոյի դարպասի ուղղությամբ Վարդանյան խաղարկում է կրկին գնդակը Գիգոլյանի հետ Արտուր Ալավերդյան Մնաց գնդակով Ալավերդյանը դեպի Գիգոլյանը ու այստեղ Ադամյանն է համար պայքար մղում Գիգոլյանի դեմ բայց չստացվեց այս անգամ տանել գնդակի դեպի Ադամյանի մոտ Պողոսյան դեպի Բուբան շարժվում է առաջ Բուբան մնաց գնդակը Սիլա Բուբայի մոտ Դեպի Գաբրիելյանը մեկ հպումով Ալավերդյանին դեպի Վարդանյանը վտանգավոր էր, բայց ամեն դեպքում Մարտիրոսյանը խանգարեց փոխանցումը Ասիատիրոջին ավելի լավ հասնելու գործում հիմա էլ Սահակյանի հարվածը փակվում է Պալերմոյի պաշտպանների կողմից չի ավարտվել Սիթի գրո երկրորդ տեմպով է գրովում Սիթին Սահակյան դեպի Պողոսյանը Դեպի աչ ուղարկեց Պողոսյանն էլ Բուբային վտանգավոր գրոյը Գիգոլյան թողնում է գնդակը Գաբրիելյանին չարվածեց Գիգոլյանը տեսնենք շարունակությունը ինչպես կստացվի Սիթիի մոտ հիմա բարձից փոխանցում Վարդանյանին իսկ Վարդանյանի փոխանցումը ոչ ոքի բաժին չհասավ Գիգոլյան Սահակյան եւս մեկ փորձու Հունանյանն է հեռացնում գնդակը նորից անկյունային իրականացնի Մանչեսթեր Սիթին իսկապես լավ գրոհ ձեռնարկեցին Սիթիի ֆուտբոլիստները բայց նորից դարպասապահ Հունանյանը տեղում էր ու կարողացավ չեզոքացնել վտանգը
что Александров у нас снизил. Ну, снизил. Փոփոխություն այս ընթացքում տեղի ունեցավ Պալերմոյի կազմում ու Մկրտչյանն է մտնում խաղադաշտ փոխարինելով Լևոնյանին Ալավերդյան դեպի Պողոսյանը հերվից արված Պողոսյանի կատարմամբ ու այստեղ էլ փակվեց հենց Մկրտչյանի կողմից Պողոսյանի հարվածի ճանապարհը, բայց արդեն ավելին անել Պալերմոյի մոտ չստացվեց, փորձում են անմիջապես հակագրոհի անցնել ու Հադամյանին միանգամից շրջափակման մեջ առան այս իրավիճակում 2-3 ֆուտբոլիստերով Սիթի պաշտպանները Բուբա դեպի Պողոսյանը Ծախ եզրով հիմա էլ Արշակ Պողոսյանն է շարժվում առաջ Վարդանյան, Գիգոլյան ու նորից Ուլանյանն է հեռացնում գնդակը որիորդ Ստեյնն ենք տեսնում դարպասապայի այս խաղում իսկապես հիմա պաշտպանությունում Պալերմոյի կային բացեր Սիթին, այսպես ասենք, ուներ մի քանի տարբերակներ այս գրոհը եզրափակելու, նախ ավելի ուժեղ կարող էր հարվածել Գիգոլյանը, հետո եթե փոխանցում էր, ապա ավելի վստահ կարելի էր կատարել այդ փոխանցումը։ Միանգամից իսկապես մի քանի ֆուտբոլիստներ ազատ էին Պալերմոյի տուգանայինում Սիթի հարձակման գծի միանգամից մի քանի ֆուտբոլիստներ ու այս գրոհը կարող էր իսկապես այնպիսի եզրափակում ունենալ, որ Սիթին հավասարեցնել հանդիպան հաշիվը, բայց Դարպասապահ Հունանյանը դա թույլ չտվեց, Մարտիրոսյան երկար փոխանցում առաջ Ադամյանը լավ էր մտածել, բայց իսկապես փոխանցումը շատ ուժեղ էր ստացվել ու գնդակը բաց թողնելուց հետո արդեն չէր կարող հասնել Ադամյանը գնդակին Գիգոլյան դեպի Բուբան, թողնում է Բուբան էլ գնդակը Պողոսյանին 20 րոպե անցավ առաջի խաղակեսից առայժմ Արսեն Ադամյանի խփած հեռար գնդակից հետո Պալերմոն հաղթում է 1-0 հաշվով Սիթին Գիգոլյան ու նորից Հունանյանն է փրկում եւս մեկ հարված Սահակյանից հեռու տարածությունից գլխով, բայց այս հարվածը այնպես չէ որ շատ ուժեղ ստացվեց, իսկ հիմա Կոստենկովը լավ դուրս եկավ դարպասից ու կանգնեց գնդակի ճանապարհին Արշակ Պողոսյան դեպի Ալավերդյանը Ալավերդյանը հեռվից հարված ու հիմա էլ անկյունային իրականացնի Մանչեսթեր Սիթին փակվեց նորից Ալավերդյանի դիպուկ հարվածի ճանապարհը Գաֆելյան դեպի Վարդանյան ուղարկեց գնդակը բարձից փոխանցում Պողոսյանի ուղղությամբ լավ խաղարկում էր, բայց այստեղ Գիգոլյանի փոխանցումը մի փոքր թույլ ստացվեց Գաֆելյան դեպի Վարդանյանը վտանգավոր գրոհի անցել նորից Սիթին ու այստեղ էլ Անդրեասյանն է փակում Վարդանյանի հարվածի ճանապարհը հիմա էլ անկյունային արդեն հակառակ եզրից կիրացնի Մանչեսթեր Սիթին Պողոսյան հերվից հարված, բայց այս փորձը արդեն բարձր է ստացվում Սիթի ֆուտբոլիստի ու գնդակն դուրս գալով դաշտի սահմաններից սկսի վայ Հունանյանը դարպասից Մարտիրոսյան, այստեղ ռիսկի դիմեց Մարտիրոսյանը, Վարդանյանը կարողացավ խլում կատարել, տեսնենք ինչ շարունակություն գտա գրոհին, իհարկե բավական բարդ իրավիճակում էր ու ստիպված եղավ հետ ուղարկել գնդակը, բայց գնդակը Սիթիի մոտ է Բուբա, նորից Ալավերդյան ու կար խաղի կանոնների խախտում Ալավերդյանի դեմ պայքարում եւ ստանդարտ է իրականացնում Սիթին արագորեն խաղարկում ու Գիգոլյանի հարվածը բարձր է ստացվում Օնյան երկար փոխանցում առաջ դեպի Հովանեսյանը, բայց Պողոսյանը լավ խլում կարողացավ կատարել Սիթին անցել է վտանգավոր գրոհի Պողոսյան հաշիվը հավասար է 1-1 Արշակ Պողոսյան 1-1 հաշիվը հավասար է, այո, խլում կատարեց Պողոսյան, ինքը շարժվեց առաջ, ինքն էլ եզրափակեց Սիթի գրոհ, հիմա արդեն հանդիպման հաշիվը հավասար է խաղակեսի վերջնամ ասում ամեն դեպքում Սիթին կարողանում է խփել պատասխան գնդակ ու հաշվի հավասարությունը վերականգնել ու հիմա տեսնենք արդեն այս վերջին 2 րոպեները ինչպես կանցկացնեն թիմերը Եզրից կնետի Պալերմոն
Դեպի Ադամյանն է ուղված այս փոխանցում Արսեն Ադամյան, բայց Բուբան շատ վստահ պաշտպանվեց այս իրավիճակում Սահակյան։ Փոխանցում դեպի Արտուր Ալավերդյանը։ Չկար այստեղ արդյոք խախտում, եթե կար, ապա չսուլեց մրցավարը, քանի որ գնդակը Սիթիի մոտ է Գաբրիելյան։ Դեպի Բուբան ու խաղարկումով հիմա նորից Սիթին շարժվի առաջ, Ալավերդյան։ Լավ, այս գնդակի մոտ Արտուր Ալավերդյանը։ Բայց այս փոխանցման ճանապարհը փակվեց ու հիմա Ադամյանի մոտ է հայտնվել գնդակը, Պողոսյանը նահանջեց։ Անդրեասյան։ Նորից Ադամյան։ Ու Եզից Կնետին Что-нибудь из разряда того, что Պալերմոն если вы не США, то вы не сыграете, потому что, блядь, вы не США. Ադամյանն է կատարում եզրային նետում, այստեղ Պողոսյանը փակեց գնդակի ճանապարհը ու եւս մեկ արագ հակագրո Մանչեսթեր Սիթիից Վարդանյան Կալավերդյանի տարբերակը ուղարկեց գնդակը դեպի Գիգոլյանը, բայց Մարտիրոսյանը փակեց գնդակի ճանապարհը, իսկ այստեղ Գիգոլյանը ստիպված եղավ խախտել խաղի կանոնները։ Մրցակցի արագ գրող ասեստելու համար ու ստանդարտ նշանակեց մրցավարը Պալերմոյի օգտին։ Երկար փոխանցում ենք տեսնում դեպի Սիթի Տուգանային հրապարակ, բայց այստեղ Կոստենկով առանց խնդիրների վերցեց գնդակը ու առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվեց, 1-1 է հանդիպման հաշիվը, կարճ ադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում է Սիթին ընդդեմ Պալերմոյի հանդիպան երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 1-1 է, նախ Արսեն Ադամյանը կարողացավ հեռար արվածով բացել հանդիպան հաշիվը, հետո էլ արդեն Սիթիի կազմում Պողոսյանը խփեց պատասխան գնդակ ու թիմերը գնացին 1-1 հաշվի պայմաններում ընդմիջման։ Տեսնենք երկրորդ կեսում ինչ փորձ է տանել երկու թիմերը, հիշեցնեմ, որ մրցաշարային աղյուսակում սա ոչինչ չորոշող հանդիպում է, անկախ հանդիպման արդյունքից ու այս ամեն իհարկե թիմերը քաջ գիտակցում են, փորձում են հնարավորինս կերպով զերծ մնալ վնասվածներից փլեյօֆին նախապատրաստվելու համար, այո, Սիթին խաղա մեծ գավաթի 1-8 եզրափակիչում Պալերմոն էլ երկրորդ ութնյակում զբաղեցնելու համար կմրցի փոքր գավաթի 1-8 եզրափակիչում, այնպես որ անկախ այս հանդիպան արդյունքից երկու թիմերն էլ պայքարելու հնարավորություն ունեն փլեյօֆերում ու տեսնենք արդեն թիմերից որ մեկը որքան ճանապարհ կարող է հաղթահարել Կոստենկովն է այստեղ վերցնում գնդակ ու ուղարկում Բուբայի ուղղությամբ Գաբրիելյան ուղարկեց գնդակը Վարդանյանին շարժվում է առաջ Վարդանյանը վստահ անցում կա փոխանցում Սարգսյանի ուղղությամբ բայց այստեղ չհասավ գնդակը Սարգսյանին մի փոքր վերջում դանդաղեց փոխանցման ընթացքը ու Սարգսյանը չհասավ արդեն գնդակին, իսկ հիմա Ադամյանի անցումը չստացվեց եւ հարված կտեսնենք Կոստենկովի պաշտպանած դարպասից եւս մեկ անգամ վերհիշենք թիմերի հայտացուցակները սկսենք Մանչեսթեր Սիթիից Գերլա Կոստենկովը պաշտպանում է այսօր Սիթի դարպասը համար 1, Սիլա Բուբա համար 2, Ռոմիկ Սարգսյան համար 6, Անատոլի Գաբրիելյան համար 7, Նաթիմի Ավակն է, Ալեն Սահակյան համար 9, Գարիկ Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Արչակ Պողոսյան համար 14 եւ Արտուր Ալավերդյան համար 44, Պալերմո դարպասը պաշտպանում է Վայեն Հունանյանը համար 1, Օհան Օհանյան համար 2, Դավիթ Ավակյան համար 4, Հայկ Մկրտչյան համար 6, Նաթիմի Ավակն է, Ռոման Լևոնյան համար 10, Արսեն Ադամյան համար 11 Սարգսյանն է գնդակը ընդունում, բայց այստեղ Մկրտչյանը հաստրեց հեռացնել, հիմա Սիթին նորից է գրոյի անցնում, Գաբրիելյան գուցե փորձի հեռուտարածությունից դեպի աջ ուղարկեց գնդակը, բայց արդեն լավ էին վերադասավորվել Պալերմոյի ֆուտբոլիստները ու ստացվեց պաշտպանությունից դուրս գալ Հովանեսյան, Բուբան է Հովանեսյանը դիմավորում, թողեց գնդակը Լևոնյանին, գնդակի տեղափոխություն դեպի Ադամյանը, բայց Ադամյանի արված այս իրավիճակում արդեն բարձր է ստացվում ու արված կտեսնենք Մանչեսթեր Սիթիի դարպասի, շարունակեմ ծանոթացնել Պալերմոյի հայտացուցակը, Ադամյանին նշեցին, Նորայ Անդրեասյան համար 16, Գրիգոր Հովանեսյան համար 20 եւ Արամ Մարտիրոսյան համար 26
Վարդանյան դեպի Սահակյանը շատ լավ փոխանցում կարողացավ կատարել, բայց վերջում արդեն Սահակյանը չհասցրեց ընդունել գնդակը եւ Մկրտչյանը կկատարի Պալերմոյի եզրային նետումը։ Ուղարկեց Մարտիրոսյանին։ Սայթակեց այստեղ Մարտիրոսյանը ու քիչ էր մնում կորցնել արդեն գնդակը, բայց շատ վստահ կերպով անցում կարողացավ կատարել դեպի Արսեն Ադամյանը, գրովում է հիմա էլ Պալերմոն։ Ծախեզրով Ադամյան հերվից հարված եւս մեկ անգամ ու նորից չքեղ գնդակ է խփում Ադամյանը 2-1 Պալերմոն նորից առաջ է անցնում հաշվի մեջ։ Դուբլ Ադամյանից 2-1 գնդակներն էլ նրա հեղինակած մեկը մեկից չքեղ ստացվեցին այս խաղում, եթե առաջի խաղակեսում դարպասապակ Կոստենկովը դուրս էր եկել դարպասից, ապա այս իրավիճակում նկատեց Կոստենկովի զբաղեցած տեղը դարպասում Ադամյանը ու շատ շքեղ հարվածով գրավեց հեռավոր անկյունը 2-1 իհարկե։ Այս խաղում երկրորդ անգամ Պալերմոն առաջ է անցնում հաշվում է, երկրորդ անգամ էլ Սիթին հայտնվում է պարտվողի կարգավիճակում ու տեսնենք այս բաց թողած գնդակից հետո արդեն Սիթին ինչ կփորձի անել երկրորդ խաղակեսում Վարդանյան կա փոխանցումը չանցավ այստեղ Վարդանի կատարած փոխանցումը բայց մնում է գնդակը Սիթիի մոտ Գաբրիելյան դեպի Բուբան անցում կատարեց Բուբան շատ լավ փոխանցում դեպի Ալավերդյանը Սարգսյան այստեղ Ստացվեց հաջող կերպով ընդունել գնդակ ու հիմա նորից Պալերմոն պատասխան գրոյին անցնում Ադամյան ու Գաբրիելյանն է շատ հաջող գործողություն իրականացնում այստեղ խլելով գնդակը եւ շարժվում է առաջ Զախեզրով դեպի Պողոսյանը Կաչից Վարդանյանի տարբերակ այդպես էլ վարվեց Պողոսյանը Վարդանյանը հարվածում Մարտիրոսյանն է փակում գնդակի ճանապարհը երկու դեպքում էլ Սարգսյան դուրս ստացվեց այս փոխանցումը բայց Պողոսյանը հրաշալի խլում է կատարում իսկ նրա հարվածն էլ մի փոքր շեղությամբ է ստացվում կարող է Արշակ Պողոսյանն էլ դուբլ գրանցել այս իրավիճակում իր անվան դիմաց եթե հավասարեցնել հանդիպան արշիվը բայց մի փոքր շեղությամբ ստացվեց Պողոսյանի հարվածը Ադամյան շարժվում է առաջ Ադամյանը Զախեզրով լավ մտահղացում էր բայց Բուբան հեռացնում է գնդակը ու կտեսնենք արդեն անկյունային հարված Պալերմոյի կատարմամբ Կա բարձից փոխանցում դեպի Տուգանայինի Մատուշտեր Պողոսյանն այստեղ առաջինն էր ով հպվեց գնդակին Մկրտչյան եւս մեկ փոխանցում ու այստեղ արդեն ստացվեց հարված կատարել Ալավերդյան թողնում է գնդակը Պողոսյանին ու նորից Սիթին կարող է արագ հակագրոյի անցնել Վարդանյան կա ձախից տարբերակ դեպի աճ ուղարկեց գնդակը Ալավերդյանի ուղղությամբ Սարգսյան պետք է թողնել Սահակյանին գնդակը բայց չնկատեց Սարգսյանը խաղն կեոչի իսկ հիմա արդեն գնդակը կորցնում է Ռոմիկ Սարգսյանը Եզրից միայն կդետի Մանչեսթեր Սիթին իսկապես շատ լավ հակագրոյ էր, եթե որևէ մեկը հուշ էր խաղանքել Նեյթ Սարգսյանին, ապա նա գնդակը Սահակյանին թողնելու դեպքում կտար խաղանքելոջը հնարավորություն այս իրավիճակում դարպասը գրավելու Ալավերդյանը հարադարձ ու կտեսնենք անկյունային Պողոսյան Ուղարկեց գնդակը Բուբայի ուղղությամբ, բայց այստեղ չարձագանքեց Բուբան գնդակը թողնելով Սահակյանին, կրկին Բուբա Կա Սարգսյանը, տեսնենք ինչ որոշում է կայացնում Բուբան, շատ լավ նկատեց Ալավերդյանին, խաղարկումը գեղեցիկ էր Շատ լավ փոխանցում Ռոմիկ Սարգսյան բարձից դեպի Տուգանային ու Սահակյանի մոտ էլ հարված կատարել այս իրավիճակում չստացվեց Խորքից տեսնում ենք փոխանցում դեպի Անդրեասյանը, բայց ուժեղ էր խաղանքերով կատարած փոխանցումը ու գնդակը նորից Մանչեսթեր Սիթիի մոտ է Բուբա դեպի Գաբրիելյանը պետք է հիմա գնալ առաջ
Ես հիշեցնեմ անկախ արդյունքից City-ն ամեն դեպքում 4-րդ հորիզոնականով play-off-ում է, բայց իհարկե խմբային փուլը ավելի լավ կլինի, որպեսզի պարտությամբ չավարտի Manchester City-ն, նույնը կարող ենք ասել իհարկե Palermo-ի տեսանկյունից։ Երկու թիմերն էլ կարծում եմ դա շատ քաջ գիտակցում են ու հիմա պայքարում են միայն հաղթանակի համար։ Ալավերդյան դեպի Վարդանյանը թողեց գնդակը Պողոսյանին ու նորից Պողոսյանն է դառնում դուբլի եղինակ, երկու դուբլ այս խաղում իր մեկը մեկից գեղեցիկ գնդակներ ու նորից հաշիվը հավասար է։ Արա տենց Իջևանում խաղա է։ Արշակ Պողոսյան 2-2 նորից Ադամյանի խփած գնդակներին պատասխանում է Պողոսյանը, այսպես ասենք ոչ թե Palermo-ին Manchester City-ն ու հանդիպան հաշիվը նորից հավասար է։ Երկու ֆուտբոլիստներ գրանցեցին այս խաղում իրենց անվան դիմաց երկուական գնդակներ, բայց սա դեռ ամենը չէ, դեռ բավական խաղաժամանակ էլ կա հանդիպան ավարտին գեղեցիկ փոխանցում Վարդանյան 3-2 City-ն առաջ է հասնում հաշվի մեջ։ Գոլն է։ Այս խաղում առաջին անգամ Manchester City-ն հայտնվում է հաղթողի կարգավիճակում 3-2 Վարդանյանը գոլային փոխանցման կողքին ավելացեց նաև խփած գնդակ, բայց ինչպիսի փոխանցում ստացավ այս իրավիճակում Ալավերդյանից, պարզապես մատուցեց գնդակը Ալավերդյանը Վարդանյանին, ով շատ ճիշտ հարվածով առաջ մղեց Manchester City-ին այս խաղում 3-2 հիմա արդեն Palermo-ն առաջին անգամ այս խաղում հայտնվել է պարտվողի կարգավիճակում ու տեսնենք ինչպես կփորձեն դուրս գալ այս իրավիճակից։ Անդրեասյան թողնում է գնդակը Հովանեսյանին դեպի Հովանյան ուղարկեց Հովանեսյանն էլ գնդակը աջ եզրով Palermo-ն հիմա գրոյի անցել կա փոխանցում Գաբրիելյանն է այստեղ կանգնում գնդակի ճանապարհին Պողոսյանն ու հերու թողեց մի փոքր, բայց գրոյի անցել այստեղ City-ի մոտ չստացվեց Հովանեսյան կա փոխանցում դեպի Նորայ Անդրեասյանը վտանգավոր է Անդրեասյանը ու բարձր է ստացվում Նորայ Անդրեասյանի կատարած հարվածը հարված կլինի Գերա Կոստենկովի պաշտպանած դարպասից Պողոսյան լավ փոխանցում Սարգսյանն է գնդակով բայց շանցավ Սարգսյանի կատարած փոխանցումը գնդակը կրկին Պողոսյանը վերականգնում է Manchester City-ի համար բայց գնդակը Արշակ Պողոսյանի իր մոտ դեպի կենտրոն դեպի Գաբրիելյանը բայց արդեն այս փոխանցման ճանապարհը փակվեց Գաբրիելյանի կատարած ու հիմա Palermo-ն կփորձի արագ հակագրոյի անցնել, բայց տեսեք որքան արագ կարողացան City-ի պաշտպանները վերադասավորվել։ Ավակյան թողնում է գնդակը Անդրեասյանին Օհանյան ու այսպես խաղարկում է հիմա Palermo-ն գնդակը իրենց տուգանայինի մատույցներում իրենց կիսադաշտում ներողություն Ավակյան ու այստեղ Սահակյանը շատ հաջող խլում կատարեց եւ շարժվում է առաջ Ալեն դու իրանց հելել ալե։ Ով գամի եք բանել ես։ Արդ հելել հա։ Պողոսյան ու այստեղ վերջին անցումը չստացվեց Ալավերդյանի Արշակ Պողոսյան մնաց գնդակը Պողոսյանի մոտ դեպի Վարդանյանը ուղարկեց Վարդանյանն էլ գնդակը Բուբայի ուղղությամբ հերվից հարված Բուբայից ու Հունանյանն է այստեղ էլ հերասում գնդակը Արթուր Ալավերդյան եւս մեկ փոխանցում չանցավ Բուբա եւս մեկ հարված բայց հարվածի փորձ կարելի ասել Բուբայի կատարմամբ այստեղ չնստեց գնդակը Բուբայի ոտքին ու հարված կտեսնենք Palermo-ի դարպասից այո բավական անցավ արդեն նաև երկրորդ խաղակեսից հանդիպան 40-րդ րոպեն է 3-2 հիշեցնեմ ախտում է Manchester City-ն Palermo-ին դուբլ է գրանցել Palermo-ի կազմում Արսեն Ադամյանը խփելով իր թիմի երկու գնդակները Արշակ Պողոսյանն էլ նույնպես դարձել է դուբլի հեղինակ այս խաղում
City-ի կազմում ու այս պայդրության փախտական գնդակի հեղինակն է Վարդան Վարդանյանը, նրա խփած գնդակի շնորհիվ City-ն անցավ հաշվի մեջ ու ստացավ առավելություն եւ տեսնենք այս առավելությունը կարողանա արդյոք City-ին պահպանել, թե ամեն դեպքում Palermo-ն կգնա հաշիվը հավասարեցնելու։ Հիմա փոփոխություն կտեսնենք Manchester City-ի կազմում, Գիգոլյանը վերադառնում է խաղադաշտ ու խաղադաշտը լքում է Վարդան Վարդանյանը, City-ի երրորդ գնդակի հեղինակը եւ Ես հիմա հենց Գիգոլյանն էլ շտապում է եզրային նետումը իրականացնելու Ուբա Դեպի Ալավերդյանը, բայց լավ չստացվեց այս փոխանցում, մի փոքր ուժեղ ստացվեց, այսպես ավելի ճիշտ կլինի ասել։ Անդրեասյան, այո, պետք է գնալ առաջ հիմա Palermo-ի տեսանկյունից, պետք է փորձել խփել նաև երրորդ գնդակ ու հավասարեցնել հանդիպանաշիվ։ Իհարկե, ինչպես մեկ տարկում նշեցի, այնպես էլ հիմա հաղթանակի հասնելու դեպքում այս խաղում Palermo-ն ճիշտ է, չի հայտնվի առաջին 8-յակում, բայց հենց տեղ կզբաղեցնի հենց 9-րդ հորիզոնականում, իհարկե շրջանցելով 3 մրցակցի միանգամից եռակայլ առաջ շարժվի մրցաշարային հաղթանակում Palermo-ն իսկ հիմա լավն էր Ալավերդյանի մտահղացումը, բայց խաղանկերներից ոչ ոք չկար այդ իրավիճակում Արշակ Պողոսյան դեպի աճ ուղարկեց գնդակը Գիգոլյանին, կա փոխանցում ու Հունանյանն է հեռացնում գնդակը նորից Պողոսյանին, այն վերադարձավ Արշակ Պողոսյան, բայց արդեն փակվեց նրա ճանապարհը, ներողություն Գիգոլյանն է այստեղ, Բուբա, կա փոխանցում դեպի Գաբրիելյանը, Գաբրիելյանն էլ Սահակյանին է ուղարկում գնդակը ստանում, պատասխան փոխանցումը ու շարժվում առաջ, երկար փոխանցում դեպի Ալավերդյանը, բայց այստեղ ստացվեց Ալավերդյանի մոտ ընդունել գնդակը, Ավակյան, Օհանյան աստիարգեց գնդակը, ով աչեզնում է Նորից Ավակյան Օհանյան, այո իշեստեմ, խմբային փուլը իսկապես այս հետաքրքիր 17 շաբաթները մոտեցան ավարտին, 17-րդ տուրի վերջին հանդիպումն է Manchester City-ն դեմ Palermo-ի, որտեղ առաջում հանդիպանաշիվը 3-2 է, այո 17 հետաքրքիր խաղային շաբաթներ ենք ունեցել Winter Cup-ի խմբային փուլի շրջանակներում ու հիմա այդ ամենը հասել է Play-off-ի Գիգոլյան ու նորից Հունանյանն է փրկում, որի օրց է այսօր Վայե Հունանյանի մենք տեսանք, իսկապես եթե երկրորդ խաղակեսում դրանք առայժմ քիչ են եղել, ապա առաջին խաղակեսում առնվազն 3-4 իրական հնարավորությունից City-ին զրկեց Հունանյանը, դարպասը անառիկ պայելով, Պողոսյան դեպի Գաբրիելյանը, շատ լավ նկատեց Արտուր Ալավերդյանին, Ալավերդյան միայնակ արեց ամեն ինչ, բայց Մարտիրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին, Սարգսյան թողնում է գնդակը Գիգոլյանին, Բուբա, Ալավերդյան, կրկին Գիգոլյան, նորից Սարգսյան խաղարկում է առայժմ City-ին գնդակը, Բուբա, Ալավերդյան, դեպի աճ, Գիգոլյանը խաղարկում է աշեզում Manchester City-ին գնդակը, բայց իհարկե հիմա Ադամյանը գնաց պրեսինգի ու կարող էր մեծ ցանկության դեպքում այսպես ասենք տիրանալ այստեղ գնդակին, բայց միայն վերջի պահին Բուբան կարողացավ վերացնել գնդակը, իսկ հիմա արդեն սուլեց մրցավարը, հասկանանք ինչ է պատահել խոտածածկին հայտնված ֆուտբոլիստին Արտուր Ալավերդյանն էր, բայց կանգնեց ոտքի Ալավերդյանը, ամեն ինչ կարգին է Ալավերդյանի հետ ու հիմա մրցավարը գնդակը կհանձնի Manchester City ֆուտբոլիստերին Պողոսյան դեպի Գաբրիելյանը փոխանցում վերցվեց հանդիպումը դեպի Ալավերդյանը շատ լավ փոխանցում էր աչից Գիգոլյանին միացեց գրոյի Ալավերդյանը իսկ այս խաղարկումը եթե ավարտեին խփած գնդակով City ֆուտբոլիստերը էլ ավելի տպավորիչ կլիներ Ադամյան հիմա Palermo-ն է պատասխան գրոյի անցել թողեց գնդակը նորայ Անդրեասյանին բայց Անդրեասյանի արվածի ճանապարհը Արշակ Պողոսյանն է փակում ու եզրից կնետի հիմա Palermo-ն այո ավարտեն միտքս 17 հետաքրքիր շաբաթներ ունեցանք որից հետո հիմա
կտրվի հաջորդ իսկ շաբաթ play-off-ի 1 տարկ ու ես արդեն առաջի խաղակեսում նշեցի, թե ինչ հետաքրքիր դիմակայություններ են մեզ սպասվելու, եթե իհարկե ցանկանում եք հետևել հանդիպումներին, կարող եք այցելել Ուրարտու մարզադաշտ ու դիտել Winter Cup-ի play-off հանդիպումները, կարող եք նույնիսկ հավելվածի միջոցով տեղեկանալ AFL-ի հանդիպումների մասին, ներբեռնեք AFL Armenia հավելված ու ծանոթացեք թե ինչպես են ընթանում հանդիպումները Ուրարտու մարզադաշտում։ Գաբրիելյան թողեց գնդակը Ալավերդյանին, Ալավերդյանն էլ այստեղ 3 մրցակից դիմավորեց Ալավերդյանին, բայց ամեն դեպքում գնդակը մնաց Manchester City ֆուտբոլիստերի մոտ։ Գաբրիելյան նորից դեպի Գիգոլյանը, տեսնենք այս գրոհը ինչ կտա City, ավարտում են գոլով City ֆուտբոլիստները, Գիգոլյան 4-2 կրկնապատկում է Manchester City-ի առավելությունը։ Գարիկ Գիգոլյան 4-2 արդեն մեծացեց City-ն իր առավելությունը հանդիպան վերջնամասում ու իհարկե մեծ քայլ կատարեց այս խաղում նույնպես հաղթանակի հասնելու համար, արեց իսկապես ծափարություն էր նաև Պալերմոյին այս հետաքրքիր անցկացած ճանապարհի համար Winter Cup մրցաշարում, թե այս հանդիպան համար ամեն դեպքում բարդ մրցակից է Manchester City ցանկացած թիմի համար ու Պալերմոն այսօր նույնիսկ կադրային կորուստներով փորձեց անել հնարավորինս City-ի դեմ խաղում, իհարկե ինչ անել, եթե մրցակիցը իսկապես փորձառու է ու հնաբնակ ակումբ է AFL-ում, ահա այսպես Պալերմոն այնպես չէ, որ մեծ ցանկության դեպքում չէր կարող այսօր միավորով գոնե հեռանալ խաղադաշտից, բայց իհարկե հիշեցնեմ ոչինչ չորոշող հանդիպում էր, թիմերը որքան հնարավոր է փորձեցին զերծ մնալ վնասվածներից ու ավելի հետաքրքիր եւ գոլառատ հանդիպում անցկացնել, դա ստացվեց երկու թիմերի մոտ էլ ու իհարկե տեսնենք այս վերջին րոպեները ինչ կտան երկու թիմերին էլ, այն որ արդեն 6 գնդակ ունեցանք այս խաղում, դա խոսում է ամեն ինչի մասին եւ կարծում եմ դեռ կա ժամանակ եւս մեկը տեսնելու։ Հիմա Բուբան շատ վտանգավոր դիրքում խախտեց խաղի կանոնները, մրցակցի դեմ պայքարում ստանդարտի հնարավորություն տալով Պալերմոյին բավական նպաստավոր դիրքում Պալերմոն ստանում է տուգանային հարվածի հնարավորություն ու տեսնենք այս ստանդարտ ինչի կվերացեն Պալերմոյի ֆուտբոլիստները։ Ու տեսնենք ստանդարտը ինչպես կիրաստի Պալերմոն կրկին Արսեն Ադամյանն է գնդակի մոտ, դա կարող է այսպիսի տարածությունից գրավել դարպասը նրա հարվածները բավական հուժկու են ստացվում, կամ մրցավարի սուլիչը Արսեն Ադամյան, հարվածը նույնպես, բայց պատի վրա ընդունեց գնդակը, Պողոսյանն էլ շատ ճիշտ վարվեց այստեղ հեռացնելով գնդակը ու եզրային նետում կիրականացնի Պալերմոն, այո հիմա ավելորդ ռիսկի պետք չէ դիմել, խոսքը իհարկե City ֆուտբոլիստերին է վերաբերվում, Արշակ Պողոսյանն էլ շատ ճիշտ վարվեց հեռացնելով գնդակը, հիմա էլ իհարկե Գաբրիելյանը հնարամիտ կերպով թողեց, որպեսզի գնդակը դուրս գա դաշտի սահմաններից ու հարված Կոստենկովի դարպասից Բուբա դեպի Գաբրիելյանը գտավ կենտրոնում Ալավերդյանին, մեկ հպումով դեպի աջ, դեպի Գարիկ Գիգոլյանը Գաբրիելյան լավ անցում էր, թողեց գնդակը Սահակյանին, Ալեն Սահակյան դեպի Ալավերդյանը, տեսնենք ինչ որոշում է կայացնում Ալավերդյանը, կար խախտում, այո Ալավերդյանի դեմ պայքարում այստեղ ու ստանդարտ է հիմա իրականացնելու Manchester City-ն հերու է հիմա մի փոքր տարածություն, տեսնենք ով կա հարվածի, Գաբրիելյանը, Պողոսյանը ու Բուբան երեքով միասին գնդակի մոտ են, կարծես Բուբան է պատրաստում հարվածին, թե ամեն դեպքում Գաբրիելյանը կա սուլիչը, Գաբրիելյան շատ հնարամիտ խաղարկում այստեղ Պողոսյանի հետ, ահա որտեղ էր
Այն գաղտնիքը, որը իրականացրեցին հիմա City ֆուտբոլիստները, բայց Պալերմոյի մոտ էլ արագ հակագրող կազմակերպել չստացվեց։ Ես քեզ չէի տալի։ Ու հիմա Բուբան սկսում է խորքից, շատ լավ փոխածում Ալեն Սահակյանին, Սահակյան, Պողոսյան, Սարգսյան, ու հիմա կարող էր Լոմիկ Սարգսյանն էլ գրավել դարպասը, բայց չստացվեց կրունկով գեղեցիկ հարվածը Սարգսյանի մոտ, ու ավելի շատ կլինի ասել, եթե նույնիսկ գնդակը փորձում էր թողնել Սարգսյանը, ապա դիպչելով գնդակի խանգարեց, որպեսզի այն ավելի նպաստավոր մատուցվի Ալավերդյանին, իսկ հիմա Ադամյանի շքեղ անցումը տեսանք, բայց այս անցումից հետո չստացվեց գրավել դարպաս ու հաշիվը մնաց անփոփոխ կարող են հիմա էլ Ադամյանը հետրիկ գրանցել իր անվան դիմաց իսկապես լավ տարածություն հաղթարեց միայնակ, բայց գրավել ցանցը այստեղ Ադամյանի մոտ չստացվեց։ Գաբրիելյան Սահակյանին ուղարկեց Ալավերդյանը, այո, վերջին րոպեն է ընթանում հանդիպման ու տեսնենք թիմերը ինչպես կանցկացնեն հիմնական ժամանակի վերջին րոպեն, բայց այս փոխանցում ուժեղ էր ու հարվածքը տեսնենք Վայեն Հունանյանի դարպասից։ Երկար փոխանցում դեպի Անդրեասյանը, Նորայ Անդրեասյան գտավ Ադամյանին, Ադամյանն էլ շարժվում է դեպի կենտրոն, դեպի աջ Օհանյան ուղարկեց գնդակը Ադամյան, Օհանյան ուղարկեց գնդակը Հովանիսյանին, հերվից հարված Գաբրիելյանը իր վրա է ընդունում գնդակը ու եզրային նետում հիմա կիրականացնի Պալերմոն, Օհանյանը շտապում է, Ավակյանին ուղարկեց գնդակը Բարձից փոխանցում ու Կոստենկովն է հիմա էլ հեռացնում գնդակը Հովանիսյան, Պողոսյանը փակեց նրա առջև, բայց շարունակվում է գնդակը մնալ Պալերմոյի մոտ, իսկ հիմա Գիգոլյանը խլում կատարեց ու հակագրոյի հնարավորություն կա տարբերակներ Գիգոլյան, բայց արդեն ուշեր ու փոխանցում ուժեղ ստացվեց եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ այսքանով ավարտվում է, ինչպես նաեւ խաղային շաբաթը մեզ մոտ ավարտվեց Winter Cup-ի խմբային փուլը ավարտվեց այս խաղում 4-2 հաշվով հաղթեց Manchester City-ին Պալերմոյին, շնորհավորում ենք City-ին ծափարություններ նաև Պալերմոյին այս հետաքրքիր հանդիպման համար, բարի գիշեր ու ամենայն բարիք։